Շիրակի թեմի առաջնորդ Միքայել arczepiskopos Աջապահյանի գործով պաշտպանական կողմը նախապատրաստվում է հայց ներկայացնել մարդու իրավունքների եվրոպական դատարան, հայտնել է փաստաբան Արա Զորաբյանը։ Փաստաբանի խոսքով ներպետական ատյանները սպառելուց հետո մինչև 2026 թվականի փետրվարի սկիզբը մի էդ դիմելու փաթեթն արդեն պատրաստ կլինի։ Զորաբյանը նկատել է, որ պետություն-եկեղեցի հարաբերություններում նմանատիպ հարածանքների նախադեպ չի եղել Խորհրդային Միության 30-ական թվականներից ի վեր։ Ըստ պաշտպանական կողմի Նիկոլ Փաշինյանը օգտագործելով իշխանական բոլոր լծակները իրականացնում է բացահայտ հակաեկեղեցական քաղաքականություն եւ միջամտում է եկեղեցու ներքին գործերին, ինչն արգելված է Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ եւ միջազգային իրավունքով։ Փաստաբանը շեշտել է, որ Փաշինյանը թիրախավորել է եկեղեցին բարենորոգման քողի տակ, մինչդեռ նրա կառավարման օրոք երկրի սահմանների եւ Արցախի հետ կապված ձախողումներն արդեն իսկ տեսանելի են։ Այս պահին դատախազություն ներկայացված 5 հաղորդումները մերժվել են եւ փաստաբանները դիմել են դատարան պահանջելով վարույթ հարուցել իրավունքի խախտման փաստերով, ներառյալ Թալինի եկեղեցում տեղի ունեցած վերջին միջադեպը։ Դոնալդ Թրամփը եւ նրա վարչակազմը քննարկում են Գրենլանդիան ձեռք բերելու մի շարք տարբերակներ եւ իհարկե ԱՄՆ-ի զինված ուժերի գործի դնումը միշտ էլ գերագույն գլխավոր հրամանատարի տրամադրության տակ է, հայտարարել է Սպիտակ տան խոսնակ Քերոլայն Լևիթը։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Գրենլանդիան պետք է մնա Դանիայի ինքնիշխանության ներքո, այն այդպես էլ պետք է մնա, շեշտել է նա։ Մակրոնը բացառել է այն սցենարը, որի դեպքում Միացյալ Նահանգները կհայտնվի Դանիայի ինքնիշխանությունը խախտելու իրավիճակում։ Սիրիայի կառավարության զորքերը հրետակոծել են Շեյխ Մաքսուդ եւ Աշրաֆիե շրջանները, որոնք բնակեցված են հիմնականում քրդերով։ Բախումները տեղի են ունեցել կառավարական բանակի եւ Սիրիայում քրդական ստորաբաժանումների միջև։ Հալեպում բախումների հետևանքով կան զոհեր եւ վիրավորներ, այդ թվում քաղաքացիական շրջանում։ Հետաձգվել են բոլոր թռիչքները, երկրի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Սիրիայի դեմոկրատական ուժերը շարունակել են էսկալացիան, թիրախավորելով Հալեպի բանակային դիրքերն ու բնակելի շրջանները։ ՍԴ-ուն հերքել է իր ներգրավվածությունը, նշելով, որ զոհերի պատճառը Դամասկոսի կառավարության հետ կապված խմբավորումների կողմից անխնա հրետանային եւ հրթիռային գնդակոծություններն են։ Իրանի կառավարությունը հերքել է ավելի վաղ տարածված տեղեկությունները, թե ցուցարարները գրավել են Մալեքշահի շրջանը եւ Աբդանան քաղաքը։ Թասնիմ գործակալությունը հայտնել է, որ Մալեքշահիում բախումների ժամանակ ըստ ոչ պաշտոնական տվյալների վերջին 10 օրում զոհվել է առնվազն 34 ցուցարար, այդ թվում իրավապահ համակարգի 2 աշխատակից։ Իրավիճակը մի քանի ժամ լարված է մնացել, սակայն ավելի ուշ հանդարտվել է։ Աբդանանում սկզբում տեղի ունեցել խաղաղ բողոքի ցույց, որից հետո ցուցարարները սկսել են հեռանալ, սակայն քիչ հետո 250-ից 300 հոգուց բաղկացած մի խումբ բաժանվել է եւ սկսել հրդեհել քաղաքի տարբեր հատվածները, վանդալիզմի ենթարկելով պատմամշակութային արժեքներ։ Սելսելե քաղաքում Ղասեմ Սոլեյմանիի լուսանկար այրելու փորձ կատարած ցուցարարն ինքն է հրդեհվել։ Իրավիճակը այժմ անվտանգության ուժերի վերահսկողության տակ է։ Տարածաշրջանում իրավիճակը ել ավելի է սրվում Լիբանանի վրա Իսրայելի կողմից իրականացված նոր հարձակումների պատճառով։ Նախորդին իսրայելական բանակը հարվածներ է հասցրել Լիբանանի արևելյան եւ հարավային շրջաններին։ Չնայած 2024 թվականին Միացյալ Նահանգների միջնորդությամբ կնքված հրադադարին, Իսրայելը շարունակում է ռազմական գործողությունները, պնդելով, որ թիրախավորում է զինյալների ենթակառուցվածքները։ Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնում է անօթաչու սարքերի հարվածների հետևանքով զոհերի եւ վիրավորների մասին, ինչը խուճապ է առաջացրել խաղաղ բնակչության շրջանում։ You want to turn this thing? Վենեսուելան ԱՄՆ-ին կփոխանցի 30-ից 50 միլիոն բարել նավթ, որը ենթակա է պատժամիջոցների, X-ի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Նա նշել է, որ մեջբերում նավթը կվաճառվի շուկայական գնով եւ ես անձամբ վերահսկելու եմ ստացված եկամուտը ապահովելու համար, որ դրանք օգտագործվեն Վենեսուելայի եւ Միացյալ Նահանգների ժողովուրդների բարության համար։ Մինչ Վենեսուելայի առաջնորդին մեղադրանք էր առաջադրվել ԱՄՆ-ում, նրա դաշնակից Վենեսուելայի փոխնախագահը պաշտոնապես երդվել էր որպես ժամանակավոր նախագահ։ Դելսի Ռոդրիգեսը, որը Նիկոլաս Մադուրոյի ձերբակալումից հետո վճռականորեն աջակցել էր նրան, ԱՄՆ-ի հետ համագործակցելու պատրաստակամություն է հայտնել։